Ժամանակակից աշխարհում մարդիկ շատ հեշտ են շփվում, բայց դժվարանում են իրենց կյանքի ընկեր գտնել։ Ոմանք սոցհարթակներում են սեր փնտրում, ոմանք էլ սպասում են Աստծո նախախնամությանը։ Եթե դուք պատրաստ եք ամուսնության, բայց դեռ ձեր սպիտակ ձիով ասպետին չեք հանդիպել կամ սոցհարթակներում կողակցի փնտրտուքը դարձել է անիմաստ, ապա մի փոքր հուշում, թե որտեղ կարելի է գտնել երկրորդ կեսին։ Սեր հարցաթերթիկների օգնությամբ։ Երջանկության գաղտնիքը ամուսնական գործակալությունն արդեն 16 տարի ստեղծում է հայկական ամուր ընտանիքներ։ Յուրաքանչյուր անկետան, դա յուրաքանչյուր ամեն մի աղջկա կամ ամեն մի տղայի մասին հա ինֆորմացիա, որը միացած պատմություն է։ Մենք ունենք ընկերներ եւ ծանոթ ընկերներ, աղջիկներ եւ տղաներ, որոնց մենք ծանոթացրեցինք եւ ամուսնացան։ Ուղղակի գործակալություն դեռ չկար։ Հետո մի օր միտք առաջացավ, որ Իլոնան ասեց, ինչ կարելի անել, sense ոնց որ ասենք եկե ամուսնական գործակալություն, միտք Իլոնային էր, կնոջին սեր, ասի օքեյ, ես համաձայն եմ։ Ասեց Արտուր, բայց մեզ այդ ձեր ասած ուրիշ աշկով կնային Հայաստանում, մի քիչ անսովոր կլինի մեր մենտալիտետին։ Կյանքը ցույց տվեց, որ դա իրականում տենց չէ, լուրջ խնդիր է դա ամուսնությունը։ Իլոնա Բաղիշյանն ու Արթուր Թումանյանն ամուսիններ են, 2009 թվականին են հիմնել ամուսնական գործակալությունը։ Այստեղ տրվում է ընտրության հնարավորություն, այսինքն մարդիկ կարող են դիմել, իրանք կոնկրետ հարցերին են պատասխանում, հա, որը մենք տալիս ենք իրենց անկետայում, հա, նշված են այդ հարցերը, ու իրանք կոնկրետ գիտեն իրենք ինչ են ուզում, ինչպիսին են իրենք պատկերացնում ապագա կեսին, հասկանում եք, ու ըստ իրանց ցանկությունների մենք արդեն փնտրում ենք իրանց համար համապատասխան երկրորդ կեսին։ Իլոնա Բաղիշյանի խոսքով հիմնականում գործակալություն են դիմում այն մարդիկ, որոնք ժամանակի խնդիր ունեն։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս ընտանիք կազմել։ Ամուսնանալ ցանկացողների մի ստվար հատվածի մոտ էլ շփման հետ կապված բարդույթներ կան։ Արդեն մենք ունենք 500-ից ավել զույգեր, որոնք որ մինչև հիմա մենք իրար հետ կապի մեջ ենք, իրանք օրինակ բալիկ են ունենում, մեզ ուղարկում ենք բալիկի նկարները, իրանց ընտանեկան նկարները, մեր աշխատանքի հաջողությունը գիտեք ինչու՞մն է, նրանում որ մենք կոնֆիդենցիալ ենք աշխատում, այսինքն մարդիկ հանգիստ գալիս են այստեղ, հա, կիսվելու է իրանց այդ խնդրով, որովհետև իրանք գիտեն, որ սա շատ կոնֆիդենցիալ է, փակե ոչ մի տեղ իրենց տվյալները չեն հրապարակվելու, հա, ոչ մի նկար, ոչ մի տվյալ։ Ամուսնական գործակալություն դիմելու համար կան տարիքային որոշ սահմանափակումներ։ Գործակալություն կարող են դիմել մինչև 30 տարեկան աղջիկները, իսկ տղաների տարիքը պետք է 30-ից բարձր լինի։ Կանանց դեպքում դիմումներն ընդունվում են մինչև 60-62, տղամարդկանց պարագայում 67 տարեկանների շրջանում։ Եթե իհարկե նրանք առողջ են ու կենսունակ։ Եթե ինձ դիմում են զուտ արտերկիր տեղափոխվելու համար, ապա ես չեմ գրանցում, որովհետև իմ ֆունկցիան ծանոթություն ամուսնության նպատակով, թե որտեղ այդ փեսացում կամ հարսնացում լինելու, թե Հայաստանում, Երևանի մասին է խոսքը, թե Հայաստանից դուրս, դա արդեն ոնց որ Աստծո գործն է։ Շատ են նաև արտերկրից դիմողների թիվը։ Նրանք ուզում են Հայաստանից լավ աղջիկ տանել, գործակալությունն էլ փնտրում ու գտնում է։ Կա Instagram, կա Facebook, այդ տենդենսը մի քիչ մարդկանց նույնիսկ իրանք նայելով այդ տենդենսներին իրանք փոխվում են մարդիկ, որ պետք է աշխատեն, պետք է շատ փող ունենան, նոր հետո ամուսնանան, բայց անձնական կյանքը դա ամենակարևորն է։ Ես թվում է որպես հայ տղամարդ եմ ասում, անձնական կյանքը, ընտանիքը դա համար մեկն է։ Ընտանիքից հետո արդեն ամուր ընտանիքը, ամուրեն են ազգերը ունեն ամուր ընտանիքներ եւ առողջ ընտանիքներ։ Երջանկության գաղտնիքը ամուսնական գործակալության կայքեջը փակ է։ Գրանցվողների տվյալները միայն գործակալության պատասխանատու անձանց է հասանելի։ Բավական զույգեր մենք ունենք, այո, որ ոչ աղջիկը, ոչ տղան չգիտեն, որ իրանք ոնց են ծանոթացել, այսինքն ծնողների միջոցով են ծանոթացել, բայց ծնողները մեզ դիմել են ամուսնական գործակալություն եւ մենք արդեն ինֆորմացիան հասկանալով մենք ոնց որ դարել ենք այդ կամուրջը։ Կամուրջ լինելով մենք արդեն կարողացել ենք մարդկանց իր հետ հանդիպասել, բայց ծնողները ասել են իմ բարեկամի ծանոթն է, տենց չեն տվել ամուսնական գործակալության անունը։ Էլի հայկական մենտալիտետից ելնելով, ինչ որ կոմպլեքսներից, բայց ասեմ դες գնալով ժամանակները փոխվում է, մեզ դիմում են շատ կայացած մարդիկ, ու հանրաճանաչ մարդիկ նույնիսկ Հայաստանում կամ արտասանում մեր հայերը, հիմնականում 99% մենք փորձում ենք հայկական ընտանիքներ կազմել։
Իրենց կողակից ընտրողներն արտաքին տեսքին մեծ ուշադրություն են դարձնում։ Այս առումով հայերը բծախնդիր են։ Չաղ չլինի։ Մեզ մոտ որ գալիս են ցավոք սրտին հենց այդ արտահայտությունը որ անում են, արդեն ես չգիտեմ ինչ անեմ։ Ասում եմ լավ, ինչ խնդիր կա։ Չէ, մենք ուզում ենք ավելի բան, sense սլացիկ կազմված կունեցող կանայք, կնոջ հետ ծանոթանանք կամ աղջկա հետ ծանոթանանք։ Աղջիկներն էլի հարկի արտաքին տեսքին ուշադրություն են դարձնում եւ ասենք առաջվա այդ համեմատած, օրինակ իրանք էլ նույնպես նայում են, որ տղամարդը փոր չունենա։ Ես դա դիտավորյալ ասում եմ հիմա, որ տղամարդիկ էլ սկսեն արդեն զբաղվեն իրենց արտաքին, կազմվածքով համենայն դեպս սպորտով զբաղվել, հա, որտեղ աղջիկները դրա վրա նույնպես ուշադրություն են դարձնում։ Իրանք ուշադրություն նաև դարձնում են տղամարդու կայացած լինելու վրա։ Արդյոք կարելի է սեր գտնել գրասենյակային սեղանի շուրջ, թե այն պետք է միշտ ծնվի պատահականություններից։ Վիճելի հարց է, թե ինչ ճանապարհով են զույգերը հանդիպում միմյանց, այդքան էլ էական չէ։ Կարևոր է համատեղ ճանապարհն անցնել սիրով ու հոգատարությամբ։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։